Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա։ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան, սրանք բոլորը մեր պատմական հողերն են։ Ոչ ոք չի մոռացել, որ Երևանը 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից նվիրաբերվել է Հայաստանին։ Սա հատված է Ալիևի 2013 թվականի մարտի 19-ի ելույթից, այսինքն այս ելույթը նա ունեցել է 12 տարի առաջ։ Այդ ժամանակ Արցախը մեր վերահսկողության տակ էր, Սևանն էլ, Սյունիքն էլ պաշտպանված էին հենց Արցախով։ Արցախը Հայաստանի թիկունքներ, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Ըստ էության Բաքվի բռնապետը բաց տեքստով ասում է իր պլաններից չի հրաժարվել, հատկապես հիմա, երբ այլևս Հայաստանն Արցախով պաշտպանված չէ։ Իհարկե, ոմանք էլ կխաբեն իրենց իբրև ներքին լսարանի համար է ասում հեքիաթներով, բայց Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այն բանի վրա, ինչ ինքը ասում է ներքին լսարանի համար։ Այսպիսով, Ալիևը ջարդում է Արցախը տանք, հանգիստ ապրենք անհեթեթ թեզը, անկեղծորեն վերահաստատում է իր առաջիկա պլանները։ 12 տարի մեզ սա է ասում, այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տարբեր իշխանություններ են փոխվել, բայց լայն հանրային առումով չի եղել գիտակցում, սա լուրջ է, սա պետք է հասկանալ ու կանխել։ Հիմա կարող ենք եւս պայմանական 12 տարի խախանդ նստել, բայց հետո որ գա իր զավթողական ծրագրերը իրագործելու, չասեք չի ասել է, հասկանալ է պետք ու գործել ժամանակին, ոչ թե նստել թախտին ու սպասել բախտին, իսկ հետո վայվույը կապել ու փրկություն փնտրել ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Իրանի մեջ։ Չէ, մեր հարցը լուծողը մենք ենք եւ մենք կարող ենք մեր ներուժով լուծել հարցը, կանխել պատերազմը ու ունենալ իրապես երկարաժամկետ կայունություն Հայաստանի Հանրապետության համար։ Այս խնդիրը պետք է լուծի գալիք իշխանությունը, որը չի կարող լինել կներեք բառիս համար ՉՄ ու Ալիևի կամքի կատարումը պարտադրել որպես բացառիկ խաղաղություն։ Տենց չի աշխատում։ 12 տարի առաջվա ելույթը եւ այդ արանքում ընկած շատ դաժան զարգացումները ապացուցում են դա։